Էրդողանը շարունակում է այն, ինչով դրված եղել 90-ականների սկզբից, այնպես որ Փաշինյանի հայտարարությունները հենց կտրված են աշխարհակաղակական եւ տարածաշրջանային կոնտեքստից եւ կտրված են Թուրքիայի արտաքին քաղաքական կարևոր այսպես ուղղություններից ու առաջնահերթություններից, քանի որ թուրքական պահանջները, որոնց մի մասը ինքը սիրահարժար կատարել է, անփոփոխ են սկսած 90-ականներից, ինքը իր զրահական կետով երևի թե գտնվում է ընկալում ունի միայն իր եւ իր նեղ խմբակի կողմից։ Ամեն դեպքում հայ համայնքի իր հարցի ընթացքում անդրադառնալով այդ մշտամենա պահանջներին թուրքական ասած ինչ կա որ ճանապարհ տանք իրենք էլ օգտվեն, մենք էլ օգտվենք, թուրան եք ասում, հանգարում եք իրենց հանգիստը։ Դրանք ապացույցն են այն բանի, որ նա չի պատկերացնում աշխարհակաղակական իրողությունները եւ վտանգները, թուրան ասելը դա 100 տարվա, 150 տարվա թուրքական ծրագիր է եւ այդքան պրիմիտիվ գնահատական տալ, որ դա ընդամենը ճանապարհ է, ցույց է տալիս, որ անձը կամ չի պատկերացնում, կամ փորձում է հերթական սպասվող զիջումը ուղարկել այդպիսի բարձրակ գնահատականներով։ Թուրանը դա ոչ թե ճանապարհ է, այլ դա մի ամբողջ պրոյեկտ է, որի կոնտեքստում Հայաստան պետականություն չի կարող ունենալ եւ այն բարձրակ ներկայացնում է ուզում են ճանապարհ փոխանք անցնեն եւ այլն, ախր իրենք ճանապարհ չեն ուզում։ Քանի անգամ հայտարարել են ճանապարհ պատրաստ եք տալ թուրքական եւ ադրբեջանական կողմը, ասել է ոչ, մենք ուզում ենք կոնկրետ այս հատվածով չվերահսկվող միջանցք, իրենք ճանապարհ չեն ուզում են միջանցք են ուզում, իսկ միջանցքի գոյությունը դա ուղիղ համապատասխան է Հայաստանի պետության գոյության հետ եւ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նաեւ մնացած այսպես հայտարարությունները, որ ես պահանջներ չունեմ Արևմտյան Հայաստանը չի Թուրքիան եւ այլն, գործում էր եւս մեկ անգամ իր այդ պրագմատիկ գործի կերպար ամրապնդել, որը մասնագետների